Եսայի 45-րդ գլուխ 11 և 12-րդ խոսքերը ընթերցենք։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի Սուրբը ու անոր Արարիչը։ Գալու բաների վրայով ինձ հարցուցեք։ Իմ որդիներուս համար ու իմ ձեռքերուս գործերուն համար ինձի պատվեր տվեք։ Երկիրը ես շինեցի և անոր վրա մարդը ստեղծեցի, երկինքը իմ ձեռքերս տարածեցին և անոր բոլոր զորքին ես պատվեր տվի։ Ամեն։ Խոնարհեցնենք մեր գլուխները աղոթքի համար։ Մեր փառապանծ, մեր սիրելի, մեր քաղցր ու բարի երկնավոր Հայր։ Խոնարհությամբ գալիս ենք քո վեհության առաջ։ Գիտակցելով ով Տեր, որ մարդկորեն ոչ մի արժանիք չենք կրում, անունդ անգամ մեր շուրթերի վրա առնելու, բայց ապավինելով քո որդի Տեր Հիսուս Քրիստոսի կատարած զոհողության ով Տեր, նրա խաչի մահվանը, նրա արյամբ եղած միջնորդությանը, հայցում ու խնդրում ենք ով Տեր, քո սուրբ ներկայություն այս պահին Տեր։ Վեր առնես ով Տեր Աստված ամեն մարդկային միտք, մարդկային խորհուրդ, եսից, հպարտությունից, մեղսական ցանկություններից բխած որևէ մեկ խորհուրդ, որ մեր սրտերն ու հոգիները պատրաստ լինեն Տեր քո ներկայության մեջ, լսելու քո կենդանարար ձայնը, առաջնորդիր մեզ Տեր քո սուրբ հոգիով և խոսիր այն ամեն ինչ, որ դու կամենում ես, որ մեր սրտերը լսեն այն։ Ամեն մեկի պետքն ու կարիքը դու գիտես ով Տեր, զորավիք եղիր։ Հիսուսի սուրբ ու պատվական անունով եմ խնդրում Հայր։ Ամեն։ Այսպես է ասում Տերը Իսրայելի Սուրբը ու նրա Արարիչը։ Գալիք բաներուն վրայով ինձի հարցուցեք, իմ որդիներուս համար ու իմ ձեռքերուս գործերուն համար ինձի պատվեր տվեք։ Ամեն, փառք Տիրոջը։ Նախ այս հատվածը հարազատ է հնչում մեր ականջին, որովհետև պատկանելության զգացում ես ապրում, երբ կարդում ես, ասում է Իսրայելի Սուրբը և նրա Արարիչը։ Պողոս առաքյալը մեկնաբանում է, որ եկեղեցին է ժառանգորդը այն ամենի, ինչ Աստված խոստումներով տվեց Իսրայելին։ Իսրայելը, որպես հոգևոր կառույց մեռավ, երբ վարագույրը ճեղքվեց տաճարի։ Եվ Աբրահամին տրված, և սուրբերին տրված, նախայրերին տրված բոլոր խոստումները վերագրվում են այսօր եկեղեցուն Քրիստոսի մարմնին։ Ուստի այս խոսքը, եթե այն ժամանակ ուղղված էր Իսրայել ժողովրդին, այսօր Հիսուս Քրիստոսով ուղղված է և մեզ։ Իսրայելի Արարիչը, Հիսուսն ասաց, ես իմ եկեղեցին եմ ստեղծում, ես իմ եկեղեցին եմ հիմնում, Քրիստոսն է Արարիչը եկեղեցու, Քրիստոսն է Արարիչը մեր բոլորիս, իր զավակների և իր հովանու ներքո է առել ամեն մեկիս, որպես մեր Տերը և մեր Աստվածը։ Գալիք բաների վրայով ինձ հարցրեք։ Իմ որդիներիս համար և իմ ձեռքի գործերի համար ինձ պատվեր տվեք։ Այսօրվա մեր պատգամի վերնագիրն է ապագայի Տերը։
ապագայի Տերը։ Թանկագին բարեկամներ, թանկագին անմահ հոգիներ, մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, ուր ապագայի հանդեպ վախը կա բոլորի սրտերում։ Անորոշությունը, վաղվա հանդեպ եղած անորոշությունը կարծեմ թե դարիս հիվանդությունն է դարձել։ Ինչ է սպասվում մեզ վաղը։ Եթե մարդիկ առաջ կարողանում էին իրենց կյանքը պլանավորել 10 տարի հետո, 20 տարի հետո, հիմա մենք վաղվա օրվա վրա չունենք որևէ մեկ վստահություն, քանի որ աշխարհում ամեն բան շատ արագ է փոխվում, շատ արագ է փոխվում։ Ամեն օր արթնանալով մենք մի տեսակ երկյուղով եւ վախով ենք լուրերին հետևում, թե այսօր ինչ է տեղի ունեցել, քանի դեռ մենք քնած էինք ինչ տեղի ունեցավ աշխարհում։ Երեք չառաջ օրը լուրերով կարդացի, որ աշխարհի պատմության ամենամեծ օդային մարտերը տեղի է ունեցել այդ գիշեր, երկու օր առաջ, 2-3 օր առաջ, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև օդ են բարձրացել հարյուրավոր ինքնաթիռներ։ Եվ աշխարհի պատմության մեջ ամենամեծ օդային մարտերն են տեղ ունեցել։ Մինչ մենք քնած էինք։ Պակիստանի վարչապետը սաստել է Հնդկաստանի կառավարությանը, որ կվերացնենք մեր միջուկային զենքը օգտագործելով։ Սա նշանակում է, որ կարող է մի օր արթնանանք եւ իմանանք, որ միլիոնավոր մարդիկ զոհ են դարձել մեկ ուղեղի որոշմամբ։ Առաջներում քիչ թե շատ կար հստակություն ապագայի հետ կապված։ Եթե մարդու կյանքը չկտրվեր որևէ մեկ արկածով, գրեթե կարելի էր ուրվագծել մոտավոր ապագան մարդու։ Հայրը արեստավոր էր, հավանաբար պետք է փափագեր, որ իր զավակն էլ որոշ միջնակարգ կրթություն ստանալուց հետո շարունակեր իր արեստը։ Ծնողը բժիշկ էր, ամեն քայլ ձեռնարկում էր, որպեսզի իր երեխան էլ իր ճանապարհով գնար։ Կարծես ուրվագիծը հստակ էր։ Հիմա ամեն բան փոխվում է, ամեն բան այլ է։ Ես շատ արագ է փոխվում, գիտությունն է փոխվում։ Այն ինչ 3 տարի առաջ, 2 տարի առաջ, 5 տարի առաջ կարող էինք համարել որպես գիտության նվաճում, մի քանի տարի կարճ, մի քանի տարիներ հետո տեսնում ենք, որ այն առօրյայից հնացել է։ Դասագրքերն են հնանում, շատ արագ։ Մասնագիտություններն են փոխվում։ Շատ շուտով մեզ հայտնի շատ մասնագիտություններ վերանալու են։ Այլևս պիտանի չի լինելու։ 2 օր առաջ խոսում էի մեկի հետ, ասաց, որ հիմա արդեն նոր ծրագիր կա, արհեստական բանականությունն է, ուրեմն գեներացնում այդ ծրագիրը եւ այլն, որ դու քո արյան քննությունները գնում ես հանձնում ես, ինչ որ լաբորատորիայում հանձնում ես, հետո այդ արյան քննությունների տվյալները առցանց այդ ծրագրում ես տեղադրում եւ լավագույն լուծումը տվյալ հիվանդությունների դիագնոզը տալիս է եւ լուծումն է տալիս։ Քանի տարի պետք է մեկը սովորի, որպեսզի բժիշկ դառնա։ Ամբողջ գիտելիքների բազան, ամբողջ լավագույն բազան գիտելիքների գեներացված է եւ մատուցվում է այն։ Տեխնոլոգիաներն են փոխվում։ Գերմանական ավտոգիգանտները այսօր կամաց մեռնում են։ Չինականները հասնում են, չինական ուրեմն ավտոարտադրությունը հասնում է անհավանական մասշտաբների։ Մի քանի օր առաջ հետևում էի լուրերին
եւ ասացին, որ եթե չեմ սխալվում BYD չինական ընկերությունը Երևան քաղաքից ավելի մեծ մի գործարան է կառուցում։ Հսկայական գործարան, որ մեքենաներ են արտադրելու։ Այս քաղաքից ավելի մեծ միայն գործարան։ Տնտեսություններն են փոխվում երկրների, պատերազմների վարման ձևերն են փոխվում։ 10-15 տարի առաջ ինչպես էին պատերազմում, հիմա դա հնացել է։ Հիմա հնացել է։ Ռոբոտացվում է ամեն բան։ Փոքր, էժան, անօթաչու սարքերը խոցում են միլիոնավոր դոլարներ արժեցող տանկեր։ Ամեն բան փոխվում է։ Այս ամենից առավել փոխվում են արժեքները, մարդկային արժեքները։ Ինչպես մենք ասում ենք մարդկությունը։ Մեր աչքի առաջ հղեկինը տրանսպորտի մեջ ոտքի վրա կանգնած երթևեկում է, առջևը երիտասարդները նստած, չեն էլ նկատում, չեն էլ ուզում ուշադրություն դարձնեն։ Կինը երկու մանկասակ երեխաները գրկում կանգնած տրանսպորտի մեջ, ես ինչ որ ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Կինը երկու մանկասակ երեխաները գրկած, երիտասարդները նստած, բացարձակ բանի տեղ չեն դնում, բացարձակ չտեսնելու են տալիս, տարեց տատիկը ոտքի կանգնեց, ասեց բալա ջան, արի նստի երեխեքի հետ ես։ Փոխվում են արժեքները, եկեղեցիներն են փոխվում, եկեղեցու արժեքներն են փոխվում, եկեղեցու քարոզչությունն է փոխվում, ավելի աշխարհի կառույցների ենք նմանվում, ավելի եկեղեցիները վերածվում են շոուների, շոուրումերի են վերածվում, համերգասրահների են վերածվում, ավելի կարևորվում է բեմական զարդարանքը, լույսերը, ձայնային էֆեկտները, բեմում կանգնածների ֆիգուրները, քարոզչությունն է փոխվում։ Հիմա ավելի շեշտադրումը մարդկանց բարեկեցության մասին է, քան թե նրանց հոգու փրկության։ Ում է պետք մարդն ամբողջ աշխարհը շահի, բայց իր հոգին կորցնե։ Ավելի լավ է ասում եմ մեկ աչքով երկինք մտնես, քան երկու աչքով գեհենը իջնես։ Այս ամենի հետ մեկտեղ այնուամենայնիվ խոսվում է երկու աչքի կարևորության մասին, երկու ձեռքի կարևորության մասին, երկու ոտքի կարևորության մասին, բայց ոչ երբեք հոգու փրկության մասին։ Այս ամենը տեսնելով հասկանում ես, որ ապագան անորոշ է եւ մշուշոտ։ Չգիտես թե ինչ է սպասվում քեզ եւ ինչ է սպասվում քո զավակներին։ Ինչ է լինելու վաղը։ Չկա մի հենարան, որի վրա կարող ես նստել ու հանգիստ լինել, որ ապահով ես։ Բայց փառք Տիրոջ, ես ձեզ համար լավ լուր ունեմ, թանկագիններս։ Այս ամենի հետ մեկտեղ ես ձեզ համար լավ լուր ունեմ, եւ լավ լուրը սա է. Աստված է Տերը ապագայի։ Այսպես է ասում Տերը, Իսրայելի Սուրբը, նրա արարիչը. գալիք բաներու վրայով ինձ հարցրեք։ Իմ որդիներուս համար ու իմ ձեռքերուս գործերուս համար ինձ պատվեր տվեք։ Այդ մշուշոտ թվացող, այդ անհասկանալի թվացող ապագայի հետ կապված ձեր բոլոր անհանգստությունները, ձեր բոլոր հարցերը, ձեր բոլոր մտահոգությունները ուղեք ինձ։ Իրոք անհանգստանալու պատճառներ ունենք, սիրելիներս։ Մի քանի ամիս է հետևում եմ Ամերիկայում մի մարդ է, այսպես հայտնվել, որը ինքն իրեն Մահդի է հայտարարել, իսլամի մեջ դա ուրեմն փրկիչ մեսիա է, որ պետք է գա աշխարհ, եւ հայտարարում է, որ դա ինքն է ու բազմաթիվ հետևորդներ է հավաքում, բազմաթիվ եւ մուսուլմանների միջից
եւ քրիստոնյաների մեջից։ Բազմաթիվ քրիստոնյաներ, բազմաթիվ մուսուլմաններ իր հետևից են գնում եւ կամած մեծ թափ է առնում։ Եվ այսպես այս բոլոր նշանները տեսնելով հասկանում ես, որ վաղվա վրա չես կարող հույսը դնել ոչ ոտքերիդ վրա, ոչ ձեռքերիդ վրա, ոչ կառավարությանդ վրա, ոչ կողքինիդ վրա, որևէ մեկի վրա, բայց կա մեկը, որի վրա կարող ես հույսը դնել, որին կարող ես ապավինել ու հենվել նրա վրա եւ դա Աստված ինքն է, որովհետեւ նա է ապագայի Տերը։ Երեք խորհուրդ, որ ցանկանում եմ այսօր ձեզ փոխանցել, սիրելիներս, հիմնվելով այս խոսքերի վրա։ Առաջին, Աստված չի ցանկանում, որ դու մնաս անորոշության խավարի մեջ։ Այո, խավարը իրական է, այո, անորոշություն կա, բայց Աստված չի ցանկանում, որ դու որպես իր զավակ, որպես Աստծո զավակ, որպես Աստծո ժողովուրդ մենք մնանք անորոշության խավարի մեջ։ Այդտեղ անորոշությունը վախ է ծնում, իսկ վախը կարող է շեղել մեր քայլերը։ Եվ Աստված չի ցանկանում դա։ Աստված չի ցանկանում, որ դու մնաս անորոշության խավարի մեջ։ Ասում է գալիք բաների վրայով ինձ հարցրեք։ Ինձ հարցրեք, ոչ ուրիշ մեկին։ Ոչ ուրիշ մեկին, ոչ մարդուց հարցրեք, ոչ կառավարությունից հարցրա, ոչ բախտագուշակից հարցրա, ոչ մեկից, ինձ հարցրա։ Ինձ հարցրա։ Աստված չի ստեղծել մեզ եւ այս երկիրը ու հանձնել բախտի կմաչույքին։ Աստված անտարբեր չի իմ եւ քո ոչ ներկայով եւ ոչ էլ ապագայով։ Գալիք բաների մասին ինձ հարցրա։ Եթե մտահոգ ես, եթե շփոթված ես, եթե անհանգիստ ես, եթե շուրջը տեղի ունեցող իրադարձությունները քեզ քո հաստատությունից, քո ամրությունից խալխլում է, թանկագինս կա մեկը, որ մտահոգված է քեզանով եւ ցանկանում է, որ քո բոլոր հարցերը, քո բոլոր մտահոգությունները ուղես Տիրոջդ, ուղես քո Աստծուն, Իսրայելի Սուրբին։ Տեր Հիսուսն ասաց Մատթեոս ավետարանում 10-րդ գլուխ 30 եւ 31 համարներում, բայց ձեր գլխի բոլոր մազերն էլ համրված են։ Ուրեմն մի վախենաք, վասնզի շատ ճնճղուկներ են, ավելի լավ եք դուք։ Ձեր գլխի բոլոր մազերը համրված են։ Ուրեմն մի վախեցեք։ Աստված գիտի իմ եւ քո գլխի մազերի համբրանքն անգամ։ Հիմա իմաս մի քիչ հեշտ է իմանալը։ Եվ անեցա, որ ուզենաս դու էլ կիմանաս իմը։ Բայց այս խոսքերը խոսում են նրա մասին, որ սրա հաշիվը ոչ մեկին չկա աշխարհիս վրա մեկը, որին հետաքրքրած լինի իմ գլխի մազերի քանակը։ Կա ինչ որ մեկը։ Չկա, ոչ մեկ չկա։ Անկամ մեր մասին այդքան մտահոգ, այդքան հարազատ, մեզ համար ամենամտահոգ ծնողներն անգամ չգիտեն մեր մազերի համբրանքը, բայց Աստված գիտի։ Սա գիտեք ինչի մասին է խոսում։ Սա խոսում է նրա մասին, որ դու անտարբերության մատնված չես, թանկագինս։ Աստծուն ինչին է պետք մեր գլխի մազերի համբրանքը։ Հարցը այդ համբրանքի մասին չի, հարցը նրա մասին է, որ քո կյանքին վերաբերվող յուրաքանչյուր դետալ, յուրաքանչյուր էլեմենտ, ամենայն փոքր մասնիկը անգամ Աստծո ուշադրության կենտրոնում է։ Եվ Աստված մտահոգ է։ Եվ Աստված ուզում է, որ դու իմանաս սրա մասին։ Որ դու իմանաս սրա մասին։ Ու կապ չունի աշխարհում ինչ է տեղի ունենում։ Կապ չունի որքան մշուշոտ է ապագան, որքան խառն է այս աշխարհը, կապ չունի, քո գլխի մազերի համբրանքն անգամ Աստծուն հայտնի է։ Եվ Աստված չի ուզում, որ դու մնաս այդ խավարի մեջ, այդ անորոշության մեջ։ Դրա համար ասում է ինձ հարցրա։ Ինչու է ասում ինձ հարցրա, որովհետև նա տիրապետում է բոլոր իրավիճակներին։ Ասում է եթե ճնճղուկները Աստծո ուշադրության կենտրոնում են, որքան առավել դուք սիրելիներս, դուք, եթե Աստված հոգ է տանում ճնճղուկների համար, որքան ավելի հոգ պիտի տանի եւ հոգ է տանում իմ եւ քո համար։ Ուստի թույլ մի տուր, որ անորոշության խավարը, ապագայի հանդեպ վախերը
քեզ տանեն անհանգստության, քեզ տանեն, չգիտեմ, ստրեսային, դեպրեսիվ վիճակների։ Աստված մտահոգ է քեզանով։ Եվ ինչ հոգս ունես, ինչ մտահոգություն ունես, վաղվա հանդեպ ինչ վախեր ունես, ասում է Տերը, ինձ հարցրա։ Ինձ հարցրա։ Իմ որդիներիս համար, իմ ձեռքերուս գործերուն համար ինձ պատվեր տվեք, իմ որդիների համար, իմ ձեռքից գործերի համար ինձ պատվեր տվեք։ Ինչ է նշանակում ինձ պատվեր տվեք։ Ինձ դիմեք։ Աստծո որդին ես դու։ Աստծո որդին ես դու։ Աստծո զավակ ես դու։ Հորդ ուղի քո բոլոր խնդիրներդ, քո բոլոր մտահոգություններդ, քո բոլոր հարցերդ Տերը պիտի հոգա։ Սա տալիս է մեզ վստահություն, որ մենք Աստծո հոգացության կենտրոնում ենք, օրհնյալ լինի նրա անունը։ Երեմիա 33-րդ համարը ինձ կանչե ու քեզ պատասխան տամ եւ քեզ մեծ ու խորհրդավոր բաներ պատմեմ, որոնք դու չգիտես։ Աստված է ասում։ Ինձ կանչիր ու քեզ պատասխան տամ եւ քեզ մեծ ու խորհրդավոր բաներ պատմեմ, որոնք դու չգիտես։ Այս արտոնությունը Աստված տալիս է յուրաքանչյուր իր զավակին։ Մեր խնդիրները միայն նյութական կյանքի հետ չեն կապված, սիրելիներս։ Շատ հնարավոր է, որ նյութական կյանքում մենք քիչ թե շատ ապահովված լինենք, սակայն շատ եւ շատ մտահոգություններ մեր ներսից շատ ավելի են մեզ նեղություն տալիս, շատ ավելի են մեզ անհանգստացնում, քան նյութական կյանքի պարագաները։ Աստված մտահոգված է եւ սրանով, այդ իսկ պատճառով ինձ եւ քեզ ասում է, ինձ կանչիր եւ քեզ պատասխան պիտի տամ եւ քեզ մեծ ու խորհրդավոր բաներ պիտի պատմեմ, որոնք որ դու չգիտես։ Այս չիմացությունը վախեր է ծնում մեր մեջ։ Այս չիմացությունը անորոշություն է ծնում մեր մեջ։ Այս չիմացությունը անհավատություն է ծնում մեր մեջ։ Բայց Տերը չի ուզում, որ ես ու դու մնանք այդ չիմացության մեջ։ Նա իր գործերը մեզանից ծածուկ չի անում, մեզանից գաղտնի չի անում։ Նա պատրաստ է իր մեծ ու խորհրդավոր գործերը հայտնի դարձնի մեզ, եթե մենք կանչում ենք նրան, եթե մենք դիմում ենք նրան, եթե մենք պատվեր ենք տալիս նրան, ինչպես կարդացինք այս երկու հատվածներում։ Տերը պատրաստ է իր ծրագրերը, իր նպատակները քո եւ քո զավակների, քո եւ քո ընտանիքի համար ունեցած հայտնի դարձնի քեզ։ Խոսիր նրա հետ, շփվեք նրա հետ, հարաբերվեք նրա հետ, որքան տեսնում եք խավարը մոլեգնում է, այնքան մոտեցեք ձեր Տիրոջը։ Ռուսերեն ասացված կա, չէ՞, միջև կայծակը չի խփում, ասում է մուժիկը չի խաչակնքվում։ Տղամարդը, հա, կամ ռուսերեն ճիշտ է հնչում։ Միջև կայծակը չի խփում, մուժիկը չի խաչակնքվում։ Կայծակը խփել է։ Կայծակը խփում է ամեն օր։ Ոչ թե ուղղակի խաչակնքվի, այլ Տիրոջդ մոտեցիր։ Ամեն օր Տիրոջդ մոտեցիր։ Ու ինչքան Տիրոջդ մոտենաս, այնքան կունենաս այդ հանգստությունն ու վստահությունը, որովհետև Տերը քեզ պիտի հայտնի այն ամեն բաները, ինչ կատարվում է աշխարհում եւ ինչ տեղի ունենում, ու հասկանալու ես, որ այդ ամենի մեջ Տիրոջը ձեռքը կա։ Եվ այլևս քեզ չի վախեցնի։ Ոչ մեկ իրադարձություն ինչ որ տեղի ունենում աշխարհում, ոչ մեկ իրադարձություն։ 7 տարի մեծ նեղություն է լինելու, նեռը հայտնվելու է, տառապանքներ են սպասվում աշխարհին եւ այլ եւ այլն։ Դու գիտես մի բան, որ ապագայի Տերը Աստված է։ Եվ գիտես, որ Աստված իրեն սիրողների համար բարի ծրագիր ունի։ Եվ Տերը հայտնելու է այդ ծրագիրը քեզ եւ ինձ։ Երկրորդ ճշմարտությունը, որ ցանկանում եմ ձեզ փոխանցել։ Այս փոփոխական աշխարհում հիշեք,
որ Աստված մնում է անփոփոխ, եթե անգամ շուրջդ ամեն բան փոխվում է, Աստված մնում է անփոփոխ, օրհնյալ լինի նրա անունը։ Սա գիտեք ինչքան կարևոր է, սիրելիներս։ Սա գիտեք ինչքան կարևոր է։ Ինչքան կարևոր է, որ Աստծո խոսքը փոփոխության չի ենթարկվել։ Թեև շատերը ուզում են քար գցեն, հա, այս ուղղությամբ քար գցեն, ասելով որ ժամանակի ընթացքում Աստվածաշունչը փոփոխությունների է ենթարկվել, ուրեմն թարգմանությունների միջոցով, արտագրությունների մի ժամանակ, հա, նրանք փոփոխությունների են ենթարկել եւ այլ, սա այն խոսքը չի, եւ այլ, այս հարվածները, այս հարցակումները խոսքի հանդեպ միշտ եղել է։ Բայց փաստերը վկայում են նրա մասին, որ Աստծո խոսքը անփոփոխ է։ Գիտեք ինչու է Աստծո խոսքը անփոփոխ։ Գիտես ինչու է Աստծո խոսքը անփոփոխ։ Որովհետև Աստված ինքն է անփոփոխ։ Փոխվել նշանակում է կատարելագործվել։ Փոխվել նշանակում է ինչ որ մի ժամանակ այսպես էր ճիշտը, այսպես էր լավ, այսպես էր կատարյալը, բայց հետո որոշ ժամանակ անց ուրեմն զարգացում տեղի ունեցավ, նոր տեղեկություններ, նոր ինֆորմացիաներ եւ ամեն բան փոխվեց։ Բայց Աստծո խոսքը չի փոխվում, ինչու՞, որովհետև Աստված է անփոփոխ։ Եվ սա տալիս է ինձ եւ քեզ հիմք, ամուր հիմք վստահության։ Թող փոխվի աշխարհը։ Ինչ ուզում է թող փոխվի։ Ինչ ուզում է թող մարդիկ թող փոխվեն, չգիտեմ, տեխնոլոգիաները թող փոխվեն, տեխնիկաները փոխվեն, գիտությունը փոխվի, ամեն ինչ թող փոխվի։ Ես գիտեմ մի բան, կա մեկը որ չի փոխվում։ Դա իմ Տերն է, դա իմ Աստվածն է, դա քո Տերն է, դա քո Աստվածն է, եւ սա տալիս է քեզ հաստատուն հիմք, որ վախեր չունենաս վաղվա հետ կապված, որ երկյուղ չունենաս վաղվա հետ կապված, որ ունենաս այդ վստահությունը հաջորդ քայլը դնելու, դու էլ զավակտել։ Աշխարհի փոփոխությունների մասին մի մտածիր, քո պաշտած Աստծո անփոփոխ լինելու մասին մտածիր։ Որն է այն խարիսխը, որը հաստատուն կպայի քո եւ քո սիրելիների կյանքը եւ ապահովությունը այս փոթորկալից աշխարհում։ Որն է այդ խարիսխը։ Էլ ինչ խարիսխ ունես, սիրելիս։ Որն է այդ խարիսխը։ Ամուսնությանը ուխտը, սիրո խոստումները, քաղցր ամփույրները, ինչը։ Որն է այդ հաստատությանդ հիմքը։ Փոխվում է, ամեն բան փոխվում է։ Սերն էլ է փոխվում, խոստումներն էլ են փոխվում, ուխտն էլ է փոխվում, ուխտը նկատի չունեմ, որ երկու հատ բան ունի վրան։ Երթումներն էլ են փոխվում, խոստումներն են փոխվում, ամեն բան փոխվում է, ընկերությունն էլ է փոխվում։ Ուզում եք արյուն այսպես հնդկական կինոների նման իրար խառնեք, էդ էլա փոխվելու։ Ամեն բան փոխվում է այս կյանքում։ Հսկա մեկը որ չի փոխվում։ Ինչպես ճանաչել եմ Տեր Հիսուսին 34 տարի առաջ, առ այսօր նույնն է։ Առ այսօր նույնն է։ Սերը չպաղեց, հոգատարությունը չպաղեց, ուշադրությունը չպաղեց, քաղցրությունը չպաղեց, գիտելիքները չքչացան, չավելացան, նույնն է։ Եբրայեցիս 13:8 Հիսուս Քրիստոս նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Փառք Տիրոջը։ Դու գիտեք սա ինչ վստահություն է տալիս մեզ։ Դու գիտեք սա ինչ ամրություն է տալիս մեզ։ Ապագայի հետ կապված ինձ հարցրեք։ Ինձ հարցրեք։ Իմ որդիների հետ կապված, իմ գործերի հետ կապված ինձ հարցրեք։ Ես կպատասխանեմ ձեզ։ Ոչինչ չի կարող փոխել նրան։ Ոչինչ չի կարող փոխել նրան։ Ահա քեզ հաստատուն հիմ։ Ում հավատաս հարցնում ես, ում վստահես հարցնում ես։ Ինչքան շատ ես ճանաչում մարդկանց, այնքան ասում է ավելի շատ ես սիրում շներին։
Ինչքան շատ ես ճանաչում հավատացյալներին, այնքան ավելի ես վստահում անհավատներին։ Ես աշխարհը։ Դու ասում ես ում հավատաս։ Ես քեզ ասում եմ թանկագինս ում հավատաս։ Հավատա քո անփոփոխ Աստծուն։ Անփոփոխ, որ նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Ոչ պակասում է, ոչ ավելանում է։ Նույնն է, կատարյալ, ամբողջական։ Կատարյալ է իր սերը, կատարյալ է իր հոգացությունը, կատարյալ է իր ուշադրությունը, մազերիդ համրանքն անգամ գիտի։ Իր որդին ես, ասում է, իմ որդիների վերաբերյալ ինձ հարցրեք։ Ով ավելի լավ գիտի իր զավակների մասին, եթե ոչ նա։ Դու անգամ քո մասին այդքան չգիտես, ինչքան նա գիտի քո մասին։ Ուրեմն իրեն դիմիր, իրեն վստահիր։ Եբրայեցիս 1:10-12 համարներն ասում են. Եվ դու ով Տեր, սկզբեն երկրի հիմերը դրիր, ու երկինք քո ձեռքերու գործն է, անոնք պիտի կորսվեն, բայց դու պիտի կենաս, ու մնաս, եւ բոլորը լաթի պես պիտի մաշվեն, լսում եք, ու վերարկուի պես պիտի գալարես զանոնք, եւ պիտի փոխվեն, բայց դու ինքն ես, ու քո տարիներդ պիտի չպակասեն, փառք Տիրոջը։ Զուգահեռներ տանենք, ես մեր կարդացած հատվածը Եբրայեցիս նամակից եւ մեր բնահամարը ասում է, 12-րդ համարն ասում է երկիրը ես շինեցի, անոր վրա մարդը ստեղծեցի, երկինքն իմ ձեռքերս տարածեցին, անոր բոլոր զորքերին ես պատվեր տվի։ Նա է արարիչ ես ամենի, նա է ստեղծագործ ես ամենի։ Կյանքի վերաբերյալ ունես մտահոգություններ, կյանքի աղբյուրը Աստված ինքն է եւ այդ Աստվածը քո հայրն է։ Ինչը կարա քեզ ավելի մտահոգի, ինչը կարա քեզ անհանգստացնի, ինչը կարա քեզ քո ուղուց շեղի։ Ինչն է պատճառը քո ստրեսների, քո մտահոգությունների, քո փոթորիկների ներքին եւ այլն, արտաքին։ Միայն այս գիտակցությունը, որ այս ամեն ինչի արարիչ ես, ամեն ինչի ստեղծողը քոնն է, քո Աստվածն է, քո հայրն է։ Այս ամեն ինչը ես եմ արարել, ուստի իմ որդիներից վերաբերյալ ամեն բանի պատասխանատուն ես եմ։ Ես եմ Տերը, ինձ հարցրեք եւ ես կպատասխանեմ։ Կարծես ինքը իր հովանու ներքո է առնում։ Որտեւ անփոփոխ է։ Այո, պատասխանատու է։ Նա պատասխանատու է քեզ համար։ Ամենքն էլ լաթի պես մաշվում են, ինչպես խոսքի մեջ կարդացինք։ Խոսքերն էլ են մաշվում, խոստումներն էլ են մաշվում, երդումներն էլ են մաշվում, միայն նա է մնում անփոփոխ։ Միայն նա, օրհնյալ լինի նրա անունը։ Եվ երրորդ ու վերջին։ Աստված արդեն այնտեղ է, ուր վաղը պիտի լինես դու։ Երբ որ մի նոր երկիր եք գնացել, չգիտեմ ովքեր են ունեցել այս փորձառություն, երբ որ առաջին անգամ քո երկրից, քո տնից, քո հողից, քո ջրից պետք է ուրիշ մի երկիր գնայր, առաջին անգամ ինչ ես ապրել, հիշի այդ զգացողությունը, եթե կհիշես, ինչ ես ապրել, անծանոթ միջավայր, անծանոթ լեզու, անծանոթ կարգ, կանոն, եսին, ոչ մի բան չգիտես, ոչ մեկին չես ճանաչում, ինչ ես ապրում, ինչպես ես քեզ զգում, չէ, ինչ երկյուղ, ինչ վախ, ինչ անորոշություն, ինչ ես անելու, ոնց ես անում, ոչ լեզու գիտես, ոչ մի բան չգիտես, ինչ ես անելու։ Մենք առաջինը ինչ ենք անում, երբ որ նման հնարավորություն է լինում։ Հայ ենք ման գալիս, ծանոթ ենք ման գալիս, գոնե մի քիչ, գոնե ինչ որ հերու բարեկամի, ինչ որ ընկեր։ Էդ էլ է բավական, որ մեկը լինի այնտեղ, որ մեզ կարողանա դիմավորի, գոնե ձեռքներիցս բռ։ Այստեղ կարող է կայացած մարդ ես, բայց երբ որ մի հատ օտար երկրում ես, օտար միջավայրում ես, օտար մշակույթի մեջ ես, դառնում ես մի հատ երեխա, մեկը պետք է գա ձեռքդ բռնի քեզ տանի, չէ՞։ Այստեղ լեզուդ լավ կտրում է։ Այդպես տարիներ առաջ Ֆրանսիա էի գնում, օթանավի մեջ կողքս նստեց մի հատ տղամարդ այսպես Լենինքը բան, սենց ոսկի ցեփով եւ այլն, սենց եկավ ոսկի ցեփերով, ոսկի ժամացույցով,
սենց լավ եկավ, սենց բան ուներ ձեռքը, պայուսակ ուներ, բացեց, մեջը երախոսը կար, փողերը կար, ամեն ինչը կար եւ այլն, սենց նստեց։ Հետո սկսեց զրույց։ Ես էլ ավելի երիտասարդ էլ էսպես։ Այտենց առանձնապես ոսկիներով բանով չէի փայլում, առ այսօր չեմ փայլում։ Հա, հետո սկսեց զրույց, բա ուր ես գնում ախպեր ջան եւ այլն, 1 2 3 հասկացա, որ ինքը առաջին անգամ է դուրս գալիս։ Առաջին անգամ է դուրս գալիս եւ դրան գումարած մի հատ էլ այդ ինքնաթիռի ծվախ ունի, թռնելուց վախ ունի։ Կան չէ՞ մարդիկ, որ օրինակ թռիչքից վախենում են, ահա որ վախենում են։ Այդպես ներքին ֆոբիա ունեն։ Հա, հիմա այդ ինքնաթիռը սկսեց թափ հավաքել, արդեն ես զգում եմ, որ այսպես դողում է, ձեռքերը դողում է, այդքան ինքնաթիռը չէր դողում, ինչքան ինքն էր դողում, կամ չգիտեմ, այդ ինքնաթիռի դողալը գուցե իր դողալու հետ էր կապված, հա, այսպես, սենց ես այդ ձեռը բռնել եմ, ասում հանգստացի, հանգիստ կողքդ են, բան չկա, ինչ էլ լինի, երկուսիս է լինելու, ընդհանրապես վախեցա։ Այդպես, հա, վերջը, երբ որ իջանք Փարիզ արդեն օդանավը վայրէջք կատարեց, հիմա զգում եմ կողքիցս հեռու չի գնում։ Եվ ես դա նկատելով իհարկե ցույց չտվեց, որ ես դա զգում եմ, նկատում եմ, ասեցի չանհանգստանաս, ուր ես գնում, ոնց ես գնում եւ այլն, օնես չէր, որ ես այդ Փարիզի 5 մատիսի նման գիտեմ, չէ։ Ուղղակի մի իր առավելություններն էր, որ չէի վախենում, երկրորդ լեզու գիտեի, բայց ոչ ֆրանսերեն, այլ անգլերեն։ Գոնե ոնց ուզում ալնի կարեի հասկացնել միտքս մարդկանց։ Եվ այլն, այդպես ձեռքը բռնած, արի հետևիցս, արի այստեղ էս կարդանք, տերմինալ պետք է փոխենք, էս պետք է անենք եւ այլն, տեսա որ մարդը հանգստացավ։ Գոնե ինչ որ մեկը կար, որ մի քայլ ավել գիտեր, էլի որ կարար իրեն օգտակար լիներ։ Թանկագիներս, վաղը, մշուշոտ է, էս է, են է, եւ այլն։ Մի վախեցեք, որովհետեւ այնտեղ մեկը կա, որ քեզ սպասում է։ Այնտեղ մեկը կա, որ քեզ սպասում է։ Ես չգիտեմ, այս որ ճամփա ենք ելել, քանիսս ենք հասնելու այնտեղ, բայց գիտեմ մի բան, որ 100% կա մեկը այդ վաղվա օրը այնտեղ գրավված է ինձ համար, ամրագրված է ինձ համար այդ վաղվա օրը, ամրագրված է եւ քեզ համար։ Եվ այդ մեկի անունն է քո Տերը, քո Աստվածը, քո Փրկիչը Հիսուս Քրիստոսը։ Ժամանակին Հեսուն էլ խառնվեց իրար։ Երբ Մովսեսը մահացավ, գիտեք անակնկալ էր Մովսեսի մահը։ 40 տարի նրանք հավատացել են, որ Մովսեսը պետք է առաջնորդի նրանց դեպի խոստացյալ երկիր, Քանան, չէ՞։ Եվ ամբողջ հույսը, հավատը եւ այլն Մովսեսի առաջնորդության վրա էր։ Անկամ երբ որ գնացին, ուրեմն լրտեսության այն 10 հոգիները վատ լուր բերեցին եւ այլն, բայց Հեսուն, Քաղեբը ասացին, ինչ եք խոսում եւ այլն, այդ երկիրը Աստված մեզ է տվել։ Եկեք գնանք, այսինքն այնքան համարձակ էին խոսում։ Բայց երբ որ Մովսեսը մահացավ անակնկալ կերպով, հա, Մովսեսը մահացավ, Հեսուն շատ ծանր իրավիճակի մեջ հայտնվեց եւ ողբում էր։ Եվ կարդում ենք մենք Հեսվա գրքի առաջին գլխում կարդում ենք, որ Աստված ասում է քաջ եղիր, վեր կաց։ Հիմա այս ժողովուրդը դու պետք է առաջնորդես եւ ոտքդ ուր որ դնես, ես այդ տեղը քեզ եմ տալու։ Այդ ի՞նչ է նշանակում։ Այդ նշանակում որ Աստված նախապես գրավել է այդ տեղը։ Մնում է որ դու գնաս ոտքդ դնես այնտեղ։ Վերջ, գրաված է, այդ տարածքը գրաված է։ Հիմա ես քեզ լավ լուր ունեմ ասելու, թանկագինս։ Վաղվա օրը, այն ինչի համար որ դու անհանգիստ ես, մտահոգ ես, գրաված է արդեն Աստծո կողմից։ Գրաված է։ Պատերազմ կա, ճիշտ է, Երիքովի պատերը դեռ պետք է քանդվեն, դեռ պետք է պատերազմ մղեր, էս աներ, այն աներ, բայց կապ չունի, գրաված է այն, արդեն Աստված գրավել է, որովհետև նա ժամանակից դուրս է։ Եվ երաշխավորել է քո ապահովությունն ու քո պաշտպանությունը այդ պատերազմում։ Ոչ ոք չգիտի գալիքը, իհարկե, բայց միայն Աստված, քանի որ նա այնտեղ է։ Հովհաննես 16:33 Այս բաները խոսեցի, որպեսզի ինձանով խաղաղություն ունենաք։ Աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Այս աշխարհի մեջ նեղություն պիտի ունենաք, սա չի նշանակում, որ նեղություն չեք ունենալու։ Սա չի նշանակում, որ անհանգստություններ չեք ունենալու։ Սա չի նշանակում, որ պատերազմներ չեք ունենալու։ Ունենալու եք, բայց քաջասիրտ եղեք։ Ինչու՞։ Ասում եմ, որովհետև ես աշխարհին հաղթեցի։ Այսինքն հաղթանակը կնքված է, հաղթանակը որոշված է այլևս։ Քո Տերը, քո Աստվածը
հաղթել է։ Դրա համար ասում է գալիքի վերաբերյալ մի խառնվիր, էքստրասենսներին մի դիմիր։ Երեխա է կորել, դժբախտ սարսափելի ծանր բան, մարմարիկում, ահա որ բան։ Խեղճերը չգիտեն ինչ անեն։ Փրկարարներ ամեն օր 7 օր շարունակ արդեն ամեն օր փնտրում են այդ կորսված երեխային։ Էքստրասենսներ ջան, ուր եք։ Այդ որ պատից պատ տեսնում եք այնտեղ ինչ կա եւ այլն, ուր եք։ Լավ էքստրասենսները իրանց։ Հիմա լսեք։ Սա ինձ մի քանի տարի առաջ քրիստոնեական ռադիոկայան կա, անունը չտամ հիմա։ Ամեն օր հեռարձակվում է հոգևոր հաղորդումներ։ Տարբեր մարդկանց են կանչում, քարոզիչներ, խառը, տո ուղադավան, տո մոլորիալներ, ինչ տեսակ ասես գնում են այնտեղ խոսում են ինչ որ հոգևոր բաներից։ Տարիներ առաջ մեկին էին հրավիրել, ախր այդ մեր եղբայրն է լավ եղբայր է, չգիտեմ ինչի է հրավիրել։ Ու բայց ինքն էլ շատ ոգևորված, այդ մեկը ես հիշում եմ, պատմում էր, թե մենք Հայաստանում հիմնում ենք մարգարեների դպրոց։ Հա, մարգարեների դպրոց ենք հիմնում ու մարգարեներ ենք մենք պատրաստում, արդեն այսքան ուսանող ունենք, այս ունենք, այն ունենք, ու sense ոգևորված խոսում է, այս մեր հաղորդավարն էլ ռադիոկայան է տնօրեն համ հաղորդավար եւ այլն, ինքն էլ է ոգևորվել, այն էլ է ոգևորվել, sense նայում ասում լավ, ոնց կարելի է ապուշությանը հավատալ։ Այնտեղ տակը ալելույա, ամեն, ամեն, հարյուրներով, հազարներով, մեկ էլ տեսնում եմ բապտիստ հովիվա ընդունել իրան։ Եվ այլն, այս ինչ եղբոր հետ նկարվել եմ, այն եմ արել, մարգարեական դպրոց հիմնողների եւ այլն, sense բան ոգևորություն եւ այլն։ Հիմա եթե կաք դուք մարգարեների այդ մարգարեական դպրոց սովորողներ եւ ավարտածներ, արդեն պետք է ավարտած լինեք, չգիտեմ ձեր մոտ քանի տարի է, երբ են մարգարեի դիպլոմը տալիս։ Գնացեք այդ երեխուն գտեք։ Գնացեք այդ երեխուն գտեք։ Գնացեք այդ երեխուն գտեք։ Մարգարե եք, չէ՞։ Բան են անում, ժողովներ են հրավիրում, ասում են մարգարե ենք կանչել, այսօր մարգարեա գալու մեր մոտ խոսալու եւ այլն։ Դե այդ մարգարեին զանգեք, այդ որ գալիս է, զանգեք մարգարեա, չէ՞, սուրբ գրքում կա, չեն մարգարեներ, կորածներին գտնում էին, հիվանդներին բժշկում էին, էս էին անում են, չէ՞, լիքը օրինակներ կա։ Գնացեք զանգեք այդ մարգարեներին, ասեք մեր մոտ երեխա է կորել, ամբողջ Հայաստանը խառնված է իրար։ Արի Հիսուսի անունով գտի կտենաս քանի օքի ապաշխարելու։ Քանի օքի հավատալու, որ դուք ճիշտ եք։ Եկեք գտեք ձեր մարգարեությամբ։ Մենք էլ մեր փակ ենք էս եղած չեղած, ասենք այ մարսանք ճիշտ են, էլի։ Տեսնում եք որ սուտ է։ Այդպես չի։ Ինձ հարցրեք, ասում է։ Ինձ հարցրեք։ Տիրոջը։ Նեղություններ պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, ես աշխարհին հաղթեցի։ Հիշեք այս նախադասությունը։ Այսօրվա նեղությունները թող չմթագնեն վաղվա հաղթանակի հույսը։ Հիշի սա։ Այսօրվա նեղությունները հանկարծ թույլ չտաս, որ մթագնի վաղվա հաղթանակի լույսը։ Այսօր նեղություն պիտի ունենաս, ասում է, բայց քաջասիրտ եղիր, ես հաղթել եմ աշխարհին։ Քաջասիրտ եղիր նշանակում է հաղթանակը երաշխավորված է եւ քեզ համար։ Եվ քեզ համար, դրա համար գալիքի համար, ասում է ինձ հարցրեք։ Ինձ հարցրեք։ Կռիվ է, պատերազմ է, անհանգստություն է, մտահոգությունները, չգիտես ոնց անես, երեխուդ վարձը պետք է տաս, տանդ վարձը պետք է տաս, հիպոթեկատ պետք է փակես, այս պետք է անես, այն պետք է անես, խառնված ես, Տիրոջդ հարցրը, դու Տիրոջը զավակն ես։ Ծանկներիդ վրա Տիրոջը երեսը փնտրի, նրա հետ շփվի, նրա հետ հաղորդակցվի, նրա հետ ապրի ու կտեսնես Տերը բացելու է քեզ, շատ բաներ է հայտնելու քեզ ու տալու է հոգուտ խաղաղություն։ Վերջին համարն էլ կարդամ եւ ավարտեմ։ Ողբ Երեմիա 3-րդ գլուխ 19-ից 26 համարներ։ Հիշիր իմ տառապանքը ու թշվառությունս, օշին դրնու դառնությունը։ Իմ հոգիս միշտ կհիշես զանոնք ու իմ ներսդիս կնվաստանա։ Ասիկա միտքս կբերեմ, անոր համար հույս կունենամ։ Տիրոջը ողորմությամբ չհատանք, վասնզի անոր գթությունը չպակսեցավ։
Անոնք ամեն արտու կնորոգվեն։ Քո ճշմարտությունդ մեծ է։ Իմ հոգիս ասավ, Տերը իմ բաժինս է, ու այս պատճառով աննոր պիտի հուսամ։ Տերը բարի է իրեն ապավինողներին և իրեն փնտրող հոգին։ Տիրոջը փրկությանը սպասելն ու լռությամբ հուսալը աղեկ է, լավ է, բարի է։ Երկու կարևոր փաստ։ Առաջինը հիշիր իմ տառապանքս ու թշվառությունս, օշինդրն ու դառնությունը։ Տառապանքը իրական է։ Դառնությունը իրական է թանկագինս։ Սա ոչ մեկ չի խոստացել, որ մեզանից վերցվելու է։ Հիսուսն էլ ասեց, աշխարհիս մեջ նեղություններ պիտի ունենաք։ Ուրեմն այն վարդապետությունները, որ քարոզվում է այսօր, որ ձեր կյանքում ամեն ինչ լավ է լինի, օրհնվեք, լավ բաներ ասեք, ձեր զավակը լինելու է, եւ այս սրանք սաղ մանիպուլյացիաներ են, սրանք սաղ ժողովրդին խաբելու ձևեր են։ Այդպես չի։ Ոչ մի մարգարե, ոչ մի իրական մարգարե առանց տառապանքի, առանց դառնության չապրեց։ Ուրեմն սուտ է սա։ Մի հետևեք, մի գնացեք այդ կեղծ ուղղություններով։ Հիշիր իմ տառապանքը, թշվառությունը, օշինդրն ու դառնությունը, օշինդրը նույնպես նշանակում է դառնություն։ Իմ հոգիս միշտ կհիշես անոնք ու իմ ներսդիս կնվաստանա։ Հոգիս, երբ որ մտածում է, մտորում է այդ ցավերի ու տառապանքների մասին, ինչի մեջ որ ես հայտնվում եմ հաճախ։ Եվ հիմա սիրտս ասում է, հոգիս նվաստանում է։ Երկրորդ ճշմարտությունը կա։ Ասիկա միտքս կբերեմ։ Սա դու էլ միտքդ բեր։ Այս ամեն ինչի հետ մեկտեղ, երբ որ տառապանքը իրական է, սա միտքդ բեր։ Անոնավոր հույս կունենամ։ Տիրոջը ողորմությամբ չհատանք։ Այդ նշանակում է անցյալին որ նայես, այդ տառապանքը միշտ եղել է քո կյանքում, բայց փաստն է, որ Տիրոջը ողորմությամբ չես վերջացել։ Չէ՞։ Չես վերջացել։ Հեշտ էր կյանքիդ ուղին։ Չէ։ Այս Տիրոջը ողորմությամբ չենք վերջացել։ Կանք այսօր կա ինչքան է եղել որ քեզ տվածել է, էսի վերջն է այլևս։ Վերջ, սրանից են կոմել տեղ չկա։ Այսօր փաստ, որ չենք վերջացել։ Ու դա Տիրոջը ողորմությամբ է։ Վասնզի նրա գթությունը չպակասեց։ Նրա գթությունը չի պակասում։ Ամեն բան այս կյանքում կարա պակասի։ Այս Տիրոջը գթությունը երբեք։ Անոնք ամեն արտու կնորոգվեն, քո ճշմարտությունը մեծ է, օրհնյալ լինի Տիրոջը անունը։ Այն ինչ որ լսում ես սա ճշմարտություն է, սա մեծ է ու համոզվելու ես սրանում, թանկագինս։ Համոզվելու ես սրանում։ Իմ հոգիս ասաց, Տերը իմ բաժինս է, այս պատճառով նրան պիտի հուսամ։ Ներսդ քո հետ խոսիր։ Քո լավ ընկերը քո մեջ է, անկեղծ եղիր, հետդ անկեղծ եղիր, խոսիր։ Ասա, քեզ ասա, որ Տերը քո բաժինն է եւ պիտի չհուսահատվես։ Տերը բարի է իրեն ապավինողներին եւ զինք փնտրող հոգին։ Տերը բարի է իրեն վստահողներին եւ իրեն փնտրող հոգիներին։ Այդ ի՞նչ է նշանակում փնտրել։ Այդ նշանակում է որ մի անգամ չես աղոթում ու չստացվեց, վերջ, նեղվում ես, գնում ես։ Փնտրտուքը երբեմն երկար է տևում, չէ՞։ Այդ թանկ մեկին են կորցրել։ Ու ես ձեզ ասեմ, Աստված դա գտնեն այդ երախոն, բայց եթե 30 տարի էլ չգտնեն, այդ ծնողը չի դադարելու փնտրելու։ Չի դադարելու փնտրելուց։ Ինքը միշտ փնտրելու է։ Այտենց փնտրիր քո Տիրոջդ։ Այտենց փնտրիր քո հորդ, քո Աստծուն։ Ինձ դիմեք, ինձ հարցրեք։ Ապագայի հետ կապված, վաղվա օրվա հետ կապված ինձ հարցրեք, ինձ փնտրեք ու կտեսնեք, որ Տերը բարի է իրեն փնտրողների հանդեպ։ Տիրոջը փրկությանը սպասելն ու լռությամբ հուսալը բարի է։ Լռությամբ հուսալը, աղմուկ մի արա, մի խառնվի իրար, մի փրփուրներից կառչիր, մի գոռա, մի աղաղակիր, լռությամբ Տիրոջը սպասիր եւ վերջաբանը լինելու է բարի։ Վստահ եղիր,
բարի։ Աստված օրհնի ձեզ, Աստված օրհնի մեզ, հիշենք ամեն վարքյան, որ ապագայի Տերը Աստված ինքն է, օրհնյալ լինի նրա սուրբ ու պատվական անունը, այժմ և միշտ և հավիտյան դարերում, ամեն։ Ոտքի կանգնենք, օրհնյալ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս, խոնարհում և երկրպագություն քեզ մեր բարձրյալ Աստված, երկնքի փառքերի մեջ նստած Հոր Աստծո աջ կողմը։ Իմ անունով ինչ որ խնդրեք պիտի կատարեմ ասացիր, ով Տեր, հաճախ ապագան դառն է թվում, մշշոտ, անհասկանալի, խավար, երկյուղներ է ծնում, վախ է ծնում մեր մեջ, դու գիտես, որ միս ենք ու արյուն ենք, ով Տեր։ Գուցե ոչ այդքան մեր անձերի համար, որքան մեր զավակների համար ենք մտահոգ Տեր։ Բայց փառք ես քո խոսքով մեզ տալիս ես հաստատուն հիմ, որ նախ դու չես ցանկանում, որ մենք մնանք անորոշության եւ անհայտնության խավարի մեջ։ Փառք ես ով Տեր, որ դու մեզ եւս մեկ անգամ հիշեցրեցիր, որ դու անփոփոխ Աստված ես, որ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան մեր Տեր ու Փրկիչ։ Օրհնյալ լինի քո սուրբ անունը, որ դու վաղվա օրը գրավել ես արդեն ու մեզ վերջնական հաղթանակ ես խոստացել։ Ուստի միջ մենք քայլում ենք այս աշխարհի վրա ով Տեր, որքան են դառը լինեն մեր կյանքի օրերը, շնորհ որ մեր հոգին անկեղծ զրույց ունենա մեր անձի հետ ու ասի Տիրոջ հապավինիր, Տիրոջը վստահիր, որովհետև քեզ վստահողները երբեք դու ամոթով չես թողնում։ Փառք քեզ ով Տեր, այսքանը հերիք է մեզ համար։ Միայն խնդրում եմ, հաստատուն արա մեզ այս հավատքի մեջ, որ վաղվա փորձությունը հանկարծ չխլի այսօրվա մեր խաղաղությունը, քո մեջ ունեցած։ Օրհնիր քո զավակներին, յուրաքանչյուր անձի հոգին դու ես կարդում ով Տեր։ Դու գիտես նրա կյանքի թերթերը։ Աղաչում եմ Տեր, քո սիրովդ պարուրիր այս խոսքը լսող յուրաքանչյուր հոգու, եթե անհաշտ մեկը կա քեզ հետ, խնդրում եմ Տեր, հաշտության բեր, ապաշխարության բեր, խաղաղության բեր, դարձի բեր ով Տեր Աստված, որ կյանք ունենա, փրկություն ունենա այն երջանկությունը, որ մեզանից շատերս ունեն Քրիստոս Հիսուսի մեջ, որ մեկը զուրկ չլինի այս Քրիստոսում ունեցած խաղաղությունից։ Դու ասացիր Տեր, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ աշխարհը չի կարող տալ։ Աշխարհն ինչ կարող է տալ, բացի անհանգստությունից։ Օրհնյալ ես դու մեր Տեր։ Օրհնիր հիմա քո ժողովուրդը նրա ցավերը, հիվանդությունները, տկարությունները դու բժշկիրով Տեր, եւ ֆիզիկական, եւ հոգեվոր։ Առաջնորդիր ազգս հայոց Տեր, այս փոթորկալից աշխարհում լուսավորչի ջահը կանթեղը վառ պահելով, այն հավատքի դավանությունով Տեր, որ ոչ թե մեր աստվածպաշտությունը լինի ձևական, այլ լինի ճշմարիտ եւ իրական։ Այս ամենը մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում Հայր, որ լսես ու ողորմես անվանդ փառքի համար։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։